Օշան ենք եկել, հիմա գնումների ենք գնում, մթերային բաժինը ցույց չեմ տա, բայց եթե մտնենք ակցիոն ցույց կտամ, ինչ նորություններ են ստացել, ինչ կա չկա։ Մարդը շատ է, շատ այսօր 3 օր փակ է եղել խանութը, դրա համար շատ մարդաշատ։ Ոսկեղենի բաժինն է, ամանորյա գնումներ են կատարում, Կիկոն, Նոսիբեկը մտնենք միասին։ Սա էլ է ոսկեղենի խանութ։ Տեսնենք ինչ կա։ Դիամանտ։ Շատ մանրափշուրներ ուղղակի։ Ես կգերադասեմ մի հատ խոշոր քար, քան շատ մանր։ Ինչպես իմ մատանին։ Տղամարդկանց բաժինն է, սա էլ մասիվ թևնոցներ, բայց ոսկուց չի սա։ Սիրուն են այս արդերը։ Ուղղակի չժանգոտվող պողպատից են պատրաստված։ Ովքեր են սիրում այսպես նկարներով բիժուներ, որ կարելի է ֆոտոները տեղադրել, ես այդքան էլ շատ չեմ սիրում։ Թեպետ դրա վինտաժային տարբերակն էլ կա, նախկինում ավելի պոպուլյար էր։ Ինձ թվում է հիմա ոչ մեկ չի դնի դա։ Յանտար, սատ, ինչ մանր է, բայց գեյսի զարդերն են։ Այս թևնոցն է շատ սիրում։ Լոգոյով հանդերձ։ Ու այս այղուծով բզնոցով 60 եվրո արժի։ Գունավոր էմալ, ովքեր են սիրում գունավոր էմալի զարդեր։ Թիթեղ բրոշներից ես էլ ունեմ։ Մոզայկա մատանին է սիրում 160 եվրո, ականջողները 165։ $750 պրոբայի զարդեր։ Ծաղիկներից շատ անուշ հոտ է գալիս։ Սիրուն մեխատներ են։ Երեք եվրո մի հատ։ Ես այս վարդերն եմ շատ սիրում, շատ նուրբ են։
նաբորից է, նույն օծանելիքի նաբորից։ Նինիլիչի 127 եվրո նաբորը արժի։ Հիմա դուխին նայենք ինչքան արժի։ Դուխին 136 136 տեսնում եք, որ նաբորները դուխիներից առանձին դուխիներից ավելի էժան են նաբորները 136 եվրո օծանելիքն է 100 միլին և 100 միլի օծանելիքը նաբորով 127 եվրո հետաքրքիր է, չէ՞։ Իմ սիրած օծանելիքը Dior-ի Poison-ը Վալենցին Նոսիբեի նաբորները ավելի լավն են, 3-ը մեկում են, այսինքն օծանելիքը, մինի օծանելիքը ու կրեմ կամ կաթ ոնց է։ Ջիվանշի Լանքոմ կները ամբողջ նաբորը 130 եվրո Dolce & Gabbana տեսնենք ինչ կա այստեղ դարձյալ օծանելիքը, մինի օծանելիքը և շրթներ, եթե չեմ սխալվում, արժի 126 եվրո Armani նվերները պատրաստի դարձին ահա այսպես Pardon. Bonjour. Սիրուն է զարդարել Սիրուն է պինգվինը գայլը ու սպիտակ արջը չմուշկներ են տեղադրել շատ սիրուն դիզայն են արել Եղջերուի մասին է խոսք չկա արհեստական ձյուն են ստացել Դերս խորքում տեսնենք ինչ կա Ես այստեղի ծնծություն չեմ կարում կատարեմ, ճիշտն ասած, որ ամեն ինչ սենց խառն է, թեպետ ըստ համարների է, բայց որ ամեն մեկից մի հատ երկու հատ չես կարողանում էլի կողմնորոշվես։ Տեսնենք տղամարդկանց բաժնում ինչ կա։ Էլի տենց խառն է, ամեն ինչից մի հատ երկու հատ դժվար է ընդունություն կապել։ Գլատկի մայկայա, միատոն 35 եվրո։ Այնպես էլ չի մեծ զեղչարարված։ Ինչքան շատ մարդ կա։ Մարդա շատ է, բայց ինչ արած։ Սենց աստեղ լամպերն եմ ուզում տեսնեմ։ Այս սրանք LED լամպեր են, առանց հոսանքի են աշխատում։ Ահա այսպեսի տեսք ունեն, բայց փոքրիկ են շատ, ես ավելի մեծ եմ պատկերացնում։
ես ավելի մեծ էի պատկերացնում, շատ փոքր է, 30 սանտիմետր, ահա չափսը, ուրիշ հետաքրքիր բան չեմ տեսնում ստեղ, ափսոս, ասենք լամպն է մի քիչ երևացող լինի, հոմոմակալ չեմ, լավ, դեկորացիան ինչ նոր բան են բերել, սրանք են, հա, նոր բաները, ես բաժինը ես շատ եմ սիրում, Սա հետաքրքիր է, իսկ սա արդեն 3 չափսերից է կախված, սա փոքրն է, իսկ սա մեծ է, փոքր են այս բարձրը, շատ փոքր են, լավն է շատ, €4, բայց ես ուրիշ բան էի ուզում, պապալիչով, բանկաներ, ու չկա իմ ուզածից, տեսեք ինչ եմ գտել, վլոգերական լամպ, ինչ սիրուն է նկարած չէ, բայց այս բանի պետք չի, հարմար չի, ես ունեմ չեմ օգտագործում, այս պոլկան է սիրում, արժի 23 եվրո, իսկ այս լամպը 19 եվրո, այնպես չի, որ ակցիոնում գները ցածր են, չէ, սովորական գներ են, կարող է մի ժամանակ ցածր է եղել, C'est à vous ça? Non. Տեսնես ինչի համար այս սեղանը, հա, բարի համար է, բարի սեղան է, նայեք ապեղոյի բարի, ինքան մարդը շատ աստեղ, ես ինչքան հերթակասային, ահա իմ կատարած գնումները, առանձնապես ոչ մի առանձնահատուկ բան, միայն սփռոցի գույններ հետաքրքիր, սիրուն գույններ, կապուչինո կաթով, ահա այսպիսի գնումներ, եթե հետաքրքրում է ծախսել եմ մոտ 33 եվրո, սփռոցն է մի քիչ տանկ 8 եվրո, մնացածը միջինը 3 եվրո, ապրանքները 2-ից 3 եվրոյին միջին հաշվով, սփռոցի չափսը 140-ը 275-ի վրա, ստանդարտ չափս, ուղղակի գույնն է սիրում, ուրեմն դիզելի մայկայա զույգը 20 եվրո, մեկը 2 հատ սև է սուր վզով նույն մայկայից, մեկը սև է ու սիերի նույն մայկայից, բայց վիզը կլոր է, Վալենտինո յուքզակ, Վալենտինո պայուսակներ, բոլորը արժի 70 եվրո, յուքզակը լավն է, բայց տարողությունը, հեսա լինի, Պինկոյի պոտմանչիկներ, տեսնենք Պինկոյից ուրիշ բան չկա, սաղ Վալենտինոյա,
մյուսը ինչ է, Գաբրիելա։ Եկզակա մտածում եմ դեր, տեսնենք ստեղ ինչ կա, Գաբրիելայի տարբեր գույները, մոդելները, ինկոյից վերևում կոշիկներ, հետաքրքիր է, արդեն հետաքրքիր է, տեսնենք ուրիշ ինչ կա, Վալենտինոյի այս մոդելն է սիրուն, համեմատաբար ժամանակակից, դե այս խանութում հին մոդելներն են գալիս, չգիտեմ, այս սենց էլ կա ամառային մոդել Գաբրիելայից, ափսոս պինկոյի պայուսակները չկան, պինկոյի պայուսակները սիրուն են, բայց երևի կամ չեն ստացել, կամ վերջացել, կամ տակով են արել, տեսնենք ստեղ ինչ կա, ստեղ էլ էդ Գաբրիելան է, տենց հայտնի բրնչի, ոնց որ պինկոն կամ Վալենտինոն, այս ինչ է, կաշվից պայուսակներ 100 եվրո, որոնք են, Մայքլ Կորսը, սրանք են, այստեղ էլ կան պայուսակներ, ավելի մեծ չափսերի, մասիվ չափսերի ու կաշվից են, 30 եվրո, 26 եվրո, սա 30, այս մյուս բրենդն էլ կա, այս արջուկովը, այս կան տեսականի, եթե հետաքրքրեց կարող եք այցելել Միստիգրիվ, այս է սիրուն մոդելը, գույնն էլ է սիրուն, հարմար չափսա, ոչ մեծ է, ոչ փոքր, այս մյուս գույնն էլ կա, երանգների տարբերությունը, բաց ու մուկ, այսպիսի մոդելներ էլ կան, փոքրիկ ավելի և այսպիսի, շատ վուլգար, բայց ինկաններ, հագուստը դե չեմ նայում, որտեղ շատ ժամանակատար է ու ոչ պրոդուկտալ, բայց ահա այսպիսի թիշորտ եմ գտել, երկու հատը դիզելից 20 եվրո ու Calvin Kleinի հուդի 40 եվրո, գույնը սիրուն գույնը, շատ խակի, սիրուն գույնը, մանուկյան բրենդի շարֆեր են, շատ փափուկ, շարֆեր, որ կարող է ծառայել նաև գլխարկի տեսքով ինչ-որ բան, սենց երկու երեսանի վերխեր կան, մորթուց ու դուդուն, երկու կողմից հնարավոր է հագնել, այս սենց վերխեր կան, էլի երկու կողմանի, սևը ու այս գույնը, ու բեժերի տեսականի, մոխրագույնների, այնտեղ բորդո եմ տեսնում, սա էլ է երկու կողմանի, այս սենց ու սենց, գնում ես մեկը, ունենում ես երկուսը, սա էլ երկու կողմանի, բայց ես մասով հագնելը կսարացնի ինձ թվում է, ստեղ ինչ կա, այս սենց ուղղակի մոդելը, կապիշոնով, սենց փայլում բաներ, սեզոնը վերջանում է, բերել լցրել եմ, այս ինչ բրենդ է, տեսնենք ինչ է, այս բրենդն է, $40, 40 եվրո, վատը չի սպորտոյը,
Այս մատվիներներ են լավը, բայց շատ կոպիտ է։ Սա էլ բոցինկաները։ Բայց ով է հագնում սենց բան էստեղ չեն հագնում, որտեվ տակ ձմեռը արժի 30 եվրո։ Հասնեց։ Գլխարկներ, շարֆեր, պրեմիում կաշեմիր, վատը չի, չապսն էլ է լավը, 70-180, գինն էլ է շոտ հարմար։ Շարֆը շատ ունեմ, բայց այս գույնը ինձ դուր եկավ, կվերցնեմ, մանավանդ որ գինն էլ է հարմար, պրեմիում դասի է և պարատվությունը 65% ակրիլիկ, 23% վիսկոս, 12% բուրդ, չգիտեմ, երևի չի կորքոտի, որտև խառնուրդ թով է, ամեն դեպքում գույնը հաճելի է, կվերցնեմ սա։ Գլխարկները ուղղակի ցույց եմ տալիս, որից չենք տեսել սենց գլխարկներ, չէ։ Դե լավ, գնամ կասա, այսքան բան եմ վերցրել, շարֆը, այս դիզել թիշորտը 220 եվրո և Calvin Klein այս հուդին 40 եվրո։